Բարելույս սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ կրկին միասին լինելու համար։ Վաղը մեր եկեղեցում Կարմիր կիրակի է։ Կարմիր կիրակին խոսումը, պատմումը կամ կրում է խորհուրդը նահատակության եւ այդ ճանապարհով հաղթանակի հասնելու։ Այն մարտիրոսների, բազմաթիվ մարտիրոսների, հերոսների, նահատակների արյան գնով նվաճված հաղթանակի մասին, կյանքի ճանապարհ հարթելու մասին։ Եվ գաղտնիք չէ, որ ազգերի պատմությունը բոլոր ազգերի անխտիր, ընդհանրապես հաղթանակների պատմությունը կապված են նահատակության եւ հերոսների կյանքի հետ։ Նրանց արյունով եւ նրանց կյանքով է գծված ազգերի պատմությունը, հաղթանակների պատմությունը, որից բացառություն չէ նաև մեր ազգը։ Եվ դժբախտաբար մեր օրերի մեջ նահատակությունը նկատվում է որպես մեռելություն։ Նահատակությունը այն մեծագույն զոհաբերությունն է, որ մարդը կարող է ընծայել ինքն իրեն իր կյանքը ավելի մեծ նպատակի, ավելի մեծ կյանքի համար, իր հայրենիքի, իր պետության եւ իր հավատքի համար։ Այնպես, ինչպես եղել է մեր կյանքի ճանապարհը եւ անխուսափելիորեն նույնն էլ մնալու է, որովհետեւ բոլոր հաղթանակները այդ ճանապարհով են կերտում։ Եվ երեք մենք նշում էինք մայիսի 9-ը Շուշիի ազատագրության օրը, ինչպես ընդունված է մեր կյանքում ասելու մեր եռատոնը, Պաշտպանության բանակի օրը եւ հայրենական մեծ պատերազմում կամ համաշխարհային երկրորդ պատերազմում հաղթանակի օրը, որին անմնացորդ կերպով մասնակցել է մեր ժողովուրդը, որի սխրանքների եւ հերոսությունների պատմությունները գրված են ազգերի պատմության գրքերում։ Ես քիչ հետո կանդրադառնամ այս խորհրդին։ Այժմ ուզում եմ խոսել, սիրելի ժողովուրդ, մի շատ կարևոր ավետարանական դրվագի մասին, որը ընդհանրապես հայտնի է որպես Հայրոսի աղջկա հարության պատմությունը։ Հայրոսը մի հայտնի մարդ էր, ժողովրդապետ, ինչպես ասում է Սուրբ Գիրքը, եւ իր դուստրը գտնվում էր հիվանդության ծայրահեղ աստիճանի մեջ, եւ նույնիսկ արդեն մոտեցել, խոսել էին նրան ասելով, որ դուստրը մահացել է։ Սակայն նա գտնում էր Հիսուսի մոտ եւ խնդրում էր, որպեսզի Հիսուս բժշկություն տա իր աղջկան։ Եվ այդ պահին, քանի ինքը գտնվում էր Հիսուսի մոտ, արդեն իսկ լուրը հասավ իր աղջկա մահվան մասին։ Եվ ինչ է պատմում մեզ ավետարանը։ Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ եւ Հայրոսին ասաց. Աղջիկդ մեռավ, իզուր հոգնություն մի պատճառիր վարդապետին։ Իսկ երբ Հիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. Մի վախեցիր, միայն հավատա եւ նա կապրի։ Տուն մտավ, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից եւ երեխայի հորից ու մորից։ Ամենքը լալիս եւ ողբում էին երեխայի վրա եւ նա ասաց. Լաց մի եղեք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է։ Նրանք էլ ծաղրում էին նրան, որովհետեւ գիտեին, որ մեռած է։ Եվ նա ամենքին դուրս անելով բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. Վեր կաց, կանգնիր, ով մանուկ։ Նրա հոգին վերադարձավ եւ մանուկն իսկույն ոտքի կանգնեց։ Շատ կարևոր պատմություն է սա, որը որքան էլ ավետարանական պատմության մեջ արձանագրված որպես իրադարձություն մենք ընկալենք, այդուհանդերձ կապված է յուրաքանչյուր մարդու կամ հավաքականության կյանքի հետ, որից բացառություն չի կազմում նաև մեր կյանքը։ Եվ երեք կարևոր հանգրվանների մասին է խոսում ավետարանը։ Մի վախեցիր, միայն հավատա եւ նա կապրի։
Երկրորդ, Հիսուսին ծաղրում էին, քանի որ նա ասում էր, որ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է, եւ ծաղրում էին նրան, եւ չէին հավատում։ Եվ երրորդ, երբ նա ասաց, վեր կաց, կանգնիր, ով մանուկ։ Առաջին դրվագը այն պատգամն է, հորդորը, այն ուղերձը հստակ կերպով, որ մի վախեցիր, ոչ մի բանից մի վախեցիր, այլ միայն հավատա եւ նա կապրի եւ կյանք կունենա եւ այդ ճանապարհով նաեւ դու կյանք կունենաս։ Երկրորդը, որ այդպես ասողին Հիսուսին, ով կյանքին հրաշքներ էր պարգևել, բոլորի աչքի առջև բժշկություններ էր կատարել ամենաանհավանական իրադարձություններում ու դեպքերի պարագային, ծաղրում էին, չէին հավատում։ Այսինքն նաև միևնույն ժամանակ մարդիկ անուղղակի կերպով իրենց չէին հավատում։ Եվ Հիսուս ասում էր, որ աղջիկը ննջում է, եւ այդ պատճառով էին ծաղրում նրան։ Մեռած չէ, այլ ննջում է պարզապես։ Եվ փաստեց, եւ վկայեց, եւ ապացուցեց ասելով, երբ նա հրահանգեց, վեր կաց, կանգնիր, ով մանուկ։ Եվ ասում է ավետարանը, հոգին վերադարձավ նրա մեջ։ Եվ նա ոտքի կանգնեց։ Հոգին վերադարձավ նրա մեջ, եւ նա ոտքի կանգնեց։ Մենք մեկ տարի շարունակ ապրում ենք մի ընթացքի մեջ, որը մենք կոչել ենք սրբազան պայքար։ Անցյալ տարի այս օրերին էին, երբ մեր ժողովուրդը հրապարակներում լցված, փողոցներով դիմավորում էին մեզ, այդ ճանապարհի մեջ բոլորը անխտիր, մեծ ու փոքրով սկսած, դուրս էին եկել հրապարակներ, իրենց կամքը արտահայտելու եւ շարունակում են մնալ հրապարակում իրենց կամքը արտահայտելու համար։ Ինչպես շատ հաճախ ասել եմ այդ օրերից առաջ, ոչ ոք գրեթե չէր հավատում մեր երկրում, որ այո, այդ դուստրը, այդ թանկագին արժեքը մեր ժողովուրդը մեռած չէ, այլ ննջում է։ Եվ մեր խոսքերին, մեր արտահայտություններին ոչ միայն չէին հավատում, այլև ծաղրում էին։ Բայց մենք փաստեցինք եւ վկայեցինք միասին, որ մեր ժողովուրդը մեռած չէ, այլ միգուցե ննջում է։ Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության ճանապարհով, որի ճանապարհը գծված է հաղթանակների ճանապարհով, եւ չի կարող մեռած լինել մի ժողովուրդ, որի ներսում, իր խորքում, սրտի անկյունում, ամենավերջին անկյունում կրում է այդ մեծ տեսիլքը, ձգտումը, կամքը, ցանկությունը ոտքի կանգնելու, քայլելու եւ միևնույն ժամանակ հաղթանակներ արձանագրելու իր կյանքում։ Այո, մենք հստակ ասել ենք, մի վախեցեք ոչ մի բանից, մի վախեցեք, այլ միայն հավատացեք, եւ սա մնացել է մեր կյանքի նշանաբանը։ Մենք ոչ մի բան չունենք, ոչինչ չունենք, ոչ մի արժեք չկա մեզ համար, որից մենք կարող ենք վախենալ։ Ոչ հալածանքներ, ոչ կալանքներ, ոչ ձերբակալություններ, ոչ հսկողություններ, ոչ աղմուկ աղաղակներ, ոչ հիստերիկ արձագանքներ, ոչինչ չունենք վախենալու, ոչնչից, ոչ մի բան, որովհետև մեր կյանքը, մեր ձգտումը, մեր տեսիլքները հիշեք միշտ սիրելի ժողովուրդ, ամեն ինչից ավելին են, հիշեք միշտ, որ մեր կյանքից ավելին են նրանք, մենք գնացող ենք, իսկ այդ բոլորը մնացող, եւ ի վերջո այդ բոլորով են գծվելու մեր ընդհանրական կյանքի պատմության ճանապարհները։ Մենք ենք որոշելու, թե ինչպես ենք մենք ապրելու։ Մենք ենք որոշելու, թե որ ճանապարհով ենք ընթանալու, հաղթանակի թե պարտության։ Մենք ենք որոշելու եւ մենք ենք ընտրելու մեր ճանապարհը բարձրանալու թե անընդհատ վայրեջք եւ անկում ապրելու։ Մենք ենք որոշելու, թե ընտրում ենք բարիքի ճանապարհը թե չարիքի ճանապարհը։
Մենք ենք որոշելու, թե ընտրում ենք ճշմարտության եւ արդարության ճանապարհը, թե ստի եւ կեղծիքի ճանապարհը։ Մենք ենք որոշելու, թե ընտրում ենք պատվի եւ արժանապատվության, թե անպատվության եւ անարգության ճանապարհը։ Մենք ենք ի վերջո որոշելու, թե մենք կոչված ենք մեռնելով ոչնչանալու, թե նահատակությամբ եւ մարտիրոսության գնով հավերժ ապրելու։ Այո, այս օրերին, մանավանդ 3 մայիսի 9-ի այդ խորհրդանշական մեծ օրը շատերն են խոսել հաղթանակի մասին, բայց ինչպես է ձեռք բերվել այդ հաղթանակը, մոռանում են մարդիկ նշել։ Հազարավոր մարդկանց, եթե չասեմ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի գնով։ Երկրորդ համաշխարհային պատերազմը մեզ համար եղել է նաև այո մեր պատերազմը, մեծ թվով մասնակցությամբ մեր հայրերի, մեծ հայրերի, մեծ մայրերի, ովքեր ընթացել են այդ ճանապարհով, ի նկատի ունենալով նաև իրենց մտքում, իրենց սրտում, իրենց հոգում, որ այսպիսով պաշտպանում են նաև հենց մեր երկիրը, Հայաստան աշխարհը։ Ազգային բոլոր ուժերի միջից միայն հայկական դիվիզիանը հասել Բերլին։ Եվ սա վկայում է մեր կամքի, մեր հավատարմության եւ մեր զինական արվեստին նաև տիրապետելու հնարավորության եւ կարողության մասին։ Արդարության համար ոտքի ելնելու մասին, ազատագրության համար ոտքի ելնելու մասին։ Իսկ ինչ տեղի ունեցավ մեր կյանքում 1992 թվականին, դա մեծագույն ձեռքբերումներից մեկն էր մեր կյանքի, որի մասին մենք դժվարով ենք անցյալով խոսում, թեպետ այն այսօր գողացված է։ Շուշիի ազատագրումը եւ նրա միջոցով Արցախ աշխարհի ազատագրումը եւ մեր կյանքի եւ պատվի սրբագրումը, մեր արժանապատվության, մեր ազգերի շարքում հպարտ գլուխներս բարձր քայլելու այդ ճգնախ օրը եւ ժամանակաշրջանը։ Ցավոք սրտի այն մսխվեց եւ քիչ է ասել մսխվեց, այն գողացվել է մեզանից։ Մեր կենսագրությունն է գողացվել մեզանից։ Մեր կյանքը ապրելու իմաստն է գողացվել մեզանից։ Սակայն մենք կոչված ենք ոչ թե մեռնելու, այլ վեր կենալու, կանգնելու, չվախենալու, որքան էլ որ փորձեն մեզ ծաղրել, որքան էլ փորձեն մեզ հեգնել, որքան էլ փորձեն մեզ արհամարել, որևէ ճանապարհով, որևէ կերպով լուտանքների, զրպարտության եւ այլ ճանապարհով անցնելու գնով, վեր կենալու, կանգնելու, ընթանալու առաջ եւ կերտելու մեր կյանքի հաղթանակը։ Ես բազմաթիվ առիթներով ասել եմ, այո, ոսկեպարով Արցախ, եւ հենց այդպես էլ պիտի լինի, ով չունի սա իր մտքի մեջ, նա ուղղակի ուրացող եւ դավաճան է իր կենսագրությանը, իր սեփական կյանքին, իր սեփական ժողովրդին։ Սա ասում եմ լրիվ ամբողջական իմաստով, դրանք կլինեն քաղաքական գործիչ, հասարակական, որևէ կերպով մտավորական ու վերլուծաբան եւ ինչ որ փորձագետներ ու ոչ փորձագետներ, ովքեր կլինեն նշանակություն չունի, ովքեր չեն կրում այս տեսիլքը իրենց սրտում ու մտքում, նրանք ուրացողների հետ բաժին ունեն, որովհետև նրանք ուրախացել են այն հաղթանակով, որին միգուցե նաև իրենք մասնակից չեն եղել։ Այո, միգուցե նաև մասնակից չեղան, բայց կրել են այդ հաղթանակը։ Ուրախ եւ զվարթ մեկնել են Արցախ, շրջել են Արցախով, հիացել, վերադարձել իրենց բնակավայրերը, այցելել են Շուշի, Շուշիի բարձունքից բազմաթիվ նկարներ արել, պատկերներ, գրառումներ, ցնծության աղաղակներ։ Այսօր այս չարաբաստիկ պարտության եւ հետևանքների պատճառով չեք կարող ուրանալ այդ ամենը։ Դրանք չեն կարող լինել միայն հիշատակումներ, հիշատակություններ,
Չեք կարող այդ բոլորը համարել մեռած։ Եվ այո, իմ հստակ համոզումն է, հստակ համոզումը, եւ ոչ ոք չի կարող տար համոզել, ոչ ոք, որովհետեւ դա միայն մտքի մասին չէ, այլ հոգու, կյանքի, ապրումի, կենսագործունեության, կենսագրության եւ ի վերջո պատվի մասին։ Մեր այս ամբողջ ժամանակները մենք այո կոչել ենք գողացված պատվի ժամանակաշրջան եւ հնարավորություն մեզ համար վերականգնելու այդ պատիվը եւ վերականգնելու մեր տունը։ Ովքեր նաեւ կասեն, որ մեր ժողովուրդը անտարբեր է, մեռած է, անորոշ է եւ այլն, հազար ու մի այլ պիտակավորումներ, մենք անընդհատ տևապես ասել ենք ոչ եւ ոչ, այս ժողովուրդը մեռած չէ եւ դուք փաստել եք դա, սիրելի հայրենակիցներ, փաստել եք դա ի զարմանս ներքին թշնամիների, ի զարմանս թերահավատների եւ ի զարմանս աշխարհի, այն բոլոր ուժային կենտրոնների, որոնք այս կամ այն կերպով շահեր ունեն մեր երկրում, կամ մեր երկրի միջոցով եւ նկատմամբ, փաստել եք դուք այդ բոլորը, եւ մենք լսել ենք այդ բոլորի մասին, մենք միասին ենք ելել ոտքի, կանգնել, այդ հոգին վերադարձել է մեր կյանք եւ այդ հոգով ենք մենք շարունակում մեր անելիքները։ Այսօր յուրաքանչյուր տան մեջ, որքան էլ դժվար լինի մեր պատմությունը այսօրվա, որքան էլ խոչընդոտներով, որքան էլ տարատեսակ հալածանքներով լեցուն լինեն դրանք, այդուհանդերձ նախ մեր սրտի բնակարանում եւ ապա մեր կյանքում, մեր բոլոր հնարավոր միջավայրերում մենք պետք է խոսենք հաղթանակի մասին։ Մենք իրավունք չունենք պարզապես ուրանալու հաղթանակի տեսիլքը։ Մենք պետք է խոսենք հաղթանակի մասին փոքր գործերի մեջ, պետք է խոսենք հաղթանակի մասին մեծ գործերի մեջ, պետք է խոսենք հաղթանակի մասին մեր մանկապարտեզներում, մեր դպրոցներում, մեր տներում, մեր օջախներում, մեր աշխատավայրերում, ամենուր, ամենտեղ, չվախենալով ոտքի կանգնելու եւ այդ հաղթանակի ետևից գնալու։ Մենք կարող ենք անել դա, մենք փաստել ենք, որ կարող ենք եւ մենք անելու ենք դա։ Հաղթանակի հասնելու համար առաջին պայմանը ներքին ազատագրությունն է, հնարավոր բոլոր վախերից հրաժարվելը, հնարավոր եւ անհնար տարատեսակ վախերից, որոնք կարող են այցելել մեր միտքը, մեր կյանքը, մեր սիրտը, մեր հոգին, հրաժարվելն է եւ այդպիսով հաղթահարելը, ներքին ազատագրությունն է, այնտեղ որտեղ արքայությունն է, մտքի ազատագրությունն է, հոգու ազատագրությունն է եւ այդպիսով նաեւ մարմնի ազատագրությունն է։ Երկրորդը հստակ կերպով գնահատելով, որ այո, այս իրավիճակը, որտեղ մենք ապրում ենք, որում մենք ապրում ենք, եւ այս օրը մայիս 9-ը, մայիս 10-ը այսօր, մայիս 9-ը ցավեցնող օր է դարձել մեզ համար։ Մեր ուրախության օրը վերածվել է տխրության։ Մեր գլուխներս բարձր ապրելու օրը վերածվել է գլխիկոր ապրելու օրվա։ Մեր եռաբլուր այցելության այն խոնարհումի, հարգանքի մեծագույն զգացումը փոխարինվել է շփոթի, մեր աջ հայացքները մեր նահատակներից փախցնելու եւ նրանց առջեւ որևէ ճանապարհով նրանց առջևից խուսափելու իրականություն, բայց միևնույն ժամանակ այդ բոլորով հանդերձ մեզ համար պիտի մնա երթումի ուխտի զգացում, այո, վերականգնելու մեր պատիվը եւ վերականգնելու մեր տունը։ Վերստին մեր Տիրոջ խոսքով եմ ուզում ասել, մի վախեցեք, սիրելի ժողովուրդ, մի վախեցեք ոչնչից, ոչ ծաղրվելուց, ոչ զրկվելուց, զրկանքներ կրելուց, եւ դուք չեք վախեցել, երբեք չեք վախեցել, այլ միայն մտածիր հավատալու մասին, քո սեփական ուժերին, քո կյանքին, քո մտքին, քո թռիչքին, քո սխրանքին
եւ քո հաղթանակին։ Մի վախեցիր նաեւ այդ հաղթանակից։ Թանկ գնով են ձեռք բերվում դրանք եւ թանկ գնով կամ մսխվում եւ սպառվում են, որովհետեւ այդ հաղթանակին տեր չկանգնողը տիրապետվելու է պարտության կողմից։ Մեզ համար այս ժամանակների մեջ միայն մեկ ճանապարհ է մնում, միայն եւ միայն մեկ ճանապարհ՝ ազատագրել մեր տունը եւ կերտել մեր հաղթանակները։ Վերջին օրերը նաեւ, այս քանի օրերը ես անընդհատ կրկնելու եմ այս մասին, անընդհատ խոսելու եմ այս մասին, որովհետեւ այն զգացումները, այն թրթիռները, այն արտահայտությունները, որ մեր ժողովրդի զավակները պարգևում են մեզ, փողոցներում, հրապարակներում, ամենուր, առանձին հանդիպումներում, ամենուր, մեզ այդ ներշնչումը վերստին տալիս են եւ տվել եւ երբեք էլ չի բացակայել դա, որ այո, ոտքի կանգնելու, ազատագրվելու, չվախենալու, հավատքով առաջ ընթանալու եւ մեր երազներն ու տեսիլքները հաղթանակով կնքելու ժամանակը հասել է։ Այդ ժամանակը այդ հաղթանակի միջոցով պահանջ է այլևս դարձել այո մեր զավակների, մեր ժողովրդի կողմից, պահանջ, ուղղակի հրամայական պահանջ, չկա մի անկյուն, մի փողոց, մի հնարավոր տարբերակ որևէ կերպով մարդկանց հետ շփվելու, հարաբերվելու, որտեղ չհնչի այս պահանջը եւ մենք չենք կարող այլ կերպ վարվել, քան գնալ այդ պահանջի հետևից եւ կնքել մեր հաղթանակը։ Մեր հաղթանակը մեզանից խլել են ուրացմամբ, դավաճանությամբ, շարունակաբար փորձում են խլել, շարունակաբար փորձում են խեղդել, շարունակաբար փորձում են սպանել եւ ցավոք սրտի այս ժամանակներում սեփական երկրի սեփական այս պարագային սեփական այլևս չակերտավոր իշխանությունը, որը այո մենք կոչել ենք չարիքի իշխանություն, չարիքի ծառա իշխանություն, չարիքով ապրող իշխանություն, ավելի ճիշտ չիշխանություն, որի միակ արժանիքը չակերտավոր իր աղաղակն են, ստերը, զրպարտությունները, կեղծիքը, ակնհայտ սուտը, որը փորձում են դարձնել մարդկանց կերակուրը, սնելու մարդկանց այդ բոլորի միջոցով, մոռացնել տալու իրենց ով լինելու մասին, մեր ով լինելու մասին, ինչպիսին լինելու մասին, եւ մեզանից շատերն են լծվում են այդ կարգին, այդ սնունդով սնվում, մենք հրաժարվում ենք դրանից եւ վերստին այո այս հաղթանակի խորհրդով, որը մեր կյանքում ճաշակել ենք մենք, հատկապես վերջին այդ մեր 30-ամյա պատմության, Արցախի ազատագրության, մեր տան վերականգնման, մեր սահմանների ընդլայնման ճանապարհով, այդ հաղթանակի քաղցրության զգացումը երբեք էլ հուշ չի դառնալու, ուզեք կամ չուզեք, ընդունեք կամ չընդունեք, մենք կոչված ենք վերականգնելու մեր տունը եւ մեր պատիվը, ծաղրեք կամ չծաղրեք, հեգնեք կամ չհեգնեք, մենք կոչված ենք վերականգնելու մեր տունը եւ մեր պատիվը եւ այդպես էլ լինելու է։ Ես իմ կյանքում տարբեր ճանապարհներով եմ անցել, մեծ ու փոքր ճանապարհներով, տեղեր կան, որտեղ ձախողվել ենք, տեղեր կան, որտեղ հաջողվել ենք, հաջողությունները ավելի շատ են եղել, քան ձախողությունները, ձախողությունները պատճառ են դարձել գալիք հաջողությունների համար եւ հաջողությունները պատճառ են դարձել ել ավելի ընդլայնելու եւ մեծացնելու համար մեր կյանքի ճանապարհը։ Եվ այո, այն խոստումը, որ տվել ենք ձեզ, սիրելի ժողովուրդ, այդ խոստումը պարզապես օդում հնչած պատգամ չէ, այդ խոստումը մեր կյանքն է եւ մեր կյանքի ճանապարհը, որովհետեւ մենք հաստատուն համոզում ունենք
Աստծու արդարության, ճշմարտության և մեր ճանապարհի անխուսափելի հաղթանակի մասին։ Մենք հայտնվել ենք կամ մեզ դրել են, կամ մեզ փորձում են ներարկել, մեզ ցույց տալով իբրև կամ փորձելով ինքնաբացահայտել մեզ որպես խեղճության, թշվառության, վախկոտության կրողներ։ Բայց այդպիսին չէ և չի կարող լինել, մենք հակառակ այս ամենի պիտի գործենք, հակառակ այս ընթացքի պիտի գործենք, այո մենք պիտի վերադարձնենք մեր կյանք մեր իրական Հայաստանը, որը փորձում են վերածել պատմական հիշողության, իրական Հայաստանը, որը սահմաններ չի ճանաչում, իրական Հայաստանը, որը քաջության ու սխրանքի պատմություններով լի է, իրական Հայաստանը, որտեղ հայ մարդը ապրում է, գործում է արժանապատիվ կյանքով, պատրաստ ամեն կերպով և ամեն գնով ինքն իր պատիվն ու արժանապատվությունը, իր տունն ու հայրենիքը, իր սեփական հողը ոչ միայն պաշտպանելու, այլև նաև կարողանալու այդ ճանապարհով փոխանցել այն սերունդներին։ Եթե չկա սերնդեսերունդ ժառանգության զգացումը, որը փորձում է մեզանից կտրել և դարձնել մեզ այս ժամանակի, փոքրիկ ժամանակահատվածի ոչինչ արարածներ, սոսկ հացով ապրելու պարզապես ինչ-որ երևույթներ, եթե չկա այդ ժառանգության զգացումը, մենք այո, իրականում մեռած կարող ենք լինել, բայց այդպիսին չես դու, այդպիսին չեք դուք, այդպիսին չենք մենք, մեր պայքարը հենց այս արժեքի մերժման և մեծ գաղափարի, մեր պատվի և արժանապատվության և մեր հավիտենականության ու շարունակականության ընդունելու մասինը։ Մենք չենք կարող այլ կերպ ապրել, որքան էլ մեր միտքը չկարողանա բացվել մեծին, հրաշքին, սխրանքին, հերոսությանը, այն մեր սրտի արանքներում թաքնված է։ Պետք է ուղղակի պեղել, հանել և իրագործել, որը դուք արել եք, անում եք և անելու ենք։ Եվ միասին ենք անելու դա, սիրելի ժողովուրդ։ Մի լսեք ոչ մի չարիք բերող խոսք, պատգամ, այսօրվա մեր կյանքը աղաղակով է լեցուն, աղմուկով ավելի ճիշտ, սարսափելի աղմուկով, սարսափելի, ոչինչ չասող աղմուկով, պարզապես խլացնելու մեր թե ֆիզիկական և թե հոգևոր լսելու կարողությունը, լսելու և այն գործադրելու։ Հիշեք մեր Տիրոջ խոսքերը, մի մոռացեք դրանք, դրանք կենսատու խոսքեր են, կյանք պարգևող խոսքեր են, մի վախեցեք, այլ միայն հավատա, վեր կաց և կանգնիր, ով մանուկ, ով ժողովուրդ, և հոգին կվերադառնա մեր կյանք, որն արդեն իսկ վերադարձել է, մեզ մնում է միայն այդ հոգու ճանապարհով նաև կերտել մեր մարմնավոր հաղթանակը։ Շնորհավորելով հանդերձ մեր հայրերի սխրանքը, թե երկրորդ համաշխարհային պատերազմին և թե Շուշիի ազատագրության, Արցախի ազատագրության, մեր պաշտպանության բանակի, որը մեզ համար մեր մեծագույն ձեռքբերումներից մեկն էր դարձել և մնալու է այդպիսին, շնորհավորելով հանդերձ, այո, երբեմն մեր շրթունքները, մեր միտքը, մեր լեզուն չի գնում միմյանց շնորհավորելու, բայց դա մեր ձեռքբերումն է եղել, մեր հայրերի, մեր եղբայրների, մեր ժողովրդի կյանքի ձեռքբերումն է եղել, որը ուղղակիորեն գողացվել է, շնորհավորելով հանդերձ, ես ցանկանում եմ, որ այս ցավը մեր սրտի
դառնա ոչ թե ընկճվելու անորոշության, անօգնականության մատնվելու պատճառ, այլ սխրանքի և թռիչքի և հաղթանակի միջոց։ Մի վախեցեք, այլ հավատացեք, որովհետև դուք մեռած չեք, ոտքի վեր կացեք, ոտքի կանգնեք, և հաղթանակը մերն է և մեզ համար է նախասահմանված, որի Տերը հենց մենք ենք, մեր Աստծու, մեր Տիրոջ օրհնության, մեր նահատակների բարեխոսության և մեր կյանքի ճանապարհի պատմության և ներկա ժամանակի մեջ գնահատելու և այն իրագործելու մեր կամքի միջոցով։ Աստված զորացնի բոլորիդ։ Թող մենք արժանի լինենք մեր նահատակներին։ Թող մենք արժանի լինենք Աստծո հրավերին ապրելու արդարության և ճշմարտության համար։ Թող մենք արժանի լինենք մեր հայրենիքին, մեր պետությանը, մեր Արարատին, մեր Եռաբլուրին, մեր Արցախին, մեր Շուշիին, մեր սրբավայրերին, մեր շիրիմներին, մեր զավակներին և մեր գալիք պատմությանը։ Արժանի և հավատարիմ։ Զորացեք սիրելի ժողովուրդ, վեր կաց և կանգնիր, և հաղթանակը քոնը և մերը և մեր սերունդներինն է լինելու։ Աստված զորացնի ձեզ։